Էջմիածնի մայր եկեղեցի, մայր տաճարը եւ էլի մի քանի այդպես կազմակերպություններ, որոնք ոչ թե կազմակերպություններ, այլ հաստատություններ շենքային առումով ամենաբարձր ձևով ուրեմն վերակառուցված են, սարքված են եւ այլն, բայց առաջին իսկ հայացքից նաեւ աչքի է զարնում առնվազն մի քանի տասնյակ վեհափարների, ամենայն հայոց կաթողիկոսների գերեզմանները, շիրիմները, որոնք անտերության մատնված են, որոնք վերենացվել աղբանոցի եւ աղբակույտի։ Անուններ չեմ ուզում տալ, բայց բազում երջանկահիշատակ ամենայն հայոց կաթողիկոսներ, նորից Սուրբ օծություն վեհափարներ, որոնք աչքի են ընկել իրենց բազում հայրենասիրական գործունեության դրվագներով։ Ես պիտի ասեմ, որ սկսած 2018 թվականից եկեղեցու վերնախավը ամբողջովին ընդգրկված է եղել հայոց պետականության նոր իշխանության հանդեպ լրիվ դավադիր կեցվածքով, ռևանշիստական ուժերի ձեռքին դարձել էր գործիք, նվազագույնը կարող ենք ասել նաև սպասարկում է վերջին մի քանի տարում օտարերկրյա պետությունների շահեր, քաղաքական շահեր, այլևս չեմ խոսում, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում ռևանշիստական վրեժխնդիր ուժերի ձեռքին դարձել էր գործիք մատի փաթաթան։